Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլուս սերբոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն տարի Աստվածամոր վերափոխում են մեկ շաբաթ առաջ Հայաստանի ցարակրական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնե հիշադակը այն 200 հայրաբետներուն եպիսկոպոսներուն որոնք 431 թվականին Եփեսոսի մեջ հավաքվեցան եւ դիեզերական երրորդ ժողովը կմարեցին Եփեսոսի ժողովը։ Այդ ժողովի ընթացքին Նեստորը դադարեցավ։ Նեստորը որ Քրիստոսի մեջ առանցին բնություններ գտավաներ եւ գսեր որ Մարիամը ոչ թե Աստվածամայր է, այլ Քրիստոսամայր, որովհետև Քրիստոս ինք շնորհքով Աստվածության բարձրացավ։ Եվ այսօր թեմ եկեղեցու հայրերը հավաքվեցան, ժողով կմարեցին ու դադարեցին։ Այսօր ալ սիրելիներ կան մարդիկ, որոնք Սուրբ Մարիամը պարզապես կորձի կհամարեն, որ Հիսուսը ծնավ։ Սակայն գմորնան հրեշտակին խոսքը որ ասավ ողջույն քեզի շնորհներով լեցուն գույս շնորհալի գույս լի շնորհոք դերը քեզի հետ է քեզ մեծնելիքը Աստուծո որդին է հետևաբար Սուրբ Մարիամ ոչ թե սոսկական մարդ ծնավ այլ Աստուծո որդին ծնավ անորամար դարձավ Աստվածածին, Աստվածամայր եւ դիեզերքին մեջ չգա ովևէ մեկը, որ գրնա հավասարիլ Սուրբ Մարիամի, որովհետեւ ովևէ մեկը չի գրնար Աստուծո որդին ծնիլ, որովհետեւ Աստծո որդի մեկ անգամ ծնավ Սուրբ Մարիամեն։ Նաեւ սիրելներ թող հիշեն այդպիսիները Եղիսաբեթի խոսքը որ երբ դեսավ Սուրբ Մարիամը իրեն եկած, ասավ օրտնյալ ես տուն գիներու մեջ, ինչ երանություն որ դիրոջս մայրը, դիրամայրը ինձ այցելության գուկա։ Ես այսօր ցեզի վարկ սրբոցեն պիտի ընթերցեմ Եփեսոսի դիեզերական ժողովի մասին եւ 200 եպիսկոպոսներու մասին։ Լավ գլավոր սիրելներ իմանաք սորվիկ որբեսի ըսկուշ ըլլակ ամեն տեսակ աղանդները հավատարիմ մնաք հայաստանի ցարակլական ուղղափառ տավանության որ հիմնված է Աստվածաշունչին եւ եկեղեցու սուրբ հայրաբետներու դիեզերական ժողովներու կանոններուն վրա Դոն Եփեսոսի սուրբ ժողովին 200 հայրաբետներուն Քեղեցիկ կարգադրությամբ Սուրբ Աստվածածնին վերափոխում են մեկ շաբաթ առաջ մերկով նշանակված է Եփեսոսի սուրբ ժողովին հիշադակը։ Այս ժողովն էր որ վրեժխնդիր եղավ սուրբ գույսին Աստվածամայրության բադիվին եւ անոր միածին Աստվածորդի փառքին ընթեմ Մարտաթավան Նեստորի չար հերցվածին։ Այս Նեստորը ասորի էր եւ աշակերտ Թեոդորոս Մովսեստացիին որ անարժանապար նստած էր Գոստանտու Բորսո բادرարկական աթորին վրա 428-ին։ Ինքը սիրելներ բادرյարքներ Գոստանտու Բորսո աթորին Նեստորը։ Ան Փանին Աստուծո այսին Քրիստոսի հրաշալի մարտեղության խորհրդին անդեմ ցույց տվավ չարաչար մոլորություն ըստ հрьяաներուն եւ անբատվեց Սուրբ Գույսը ասելով թե ան Աստվածածին չէ այլ լոկ Քրիստոսածին որպես թե Աստվածամայրը մարդածին է եւ ոչ թե Աստվածածին ան գժղտեր Նեստորը Քրիստոսի հատկություններուն համամիությունը եւ Քրիստոսի ըստորոքելիները երկուքի գբաժներ դալով Աստուծույն Աստուծո եւ մարդունը մարդուն
Ուրեմն Քրիստոսի մեջ երկու բնություններ կբաժներ. մարդկայինը եւ աստվածայինը, եւ գսեր որ մարդկայինը սիրելներ շնորհքով գամած ինք աստվածության շնորհքին հասավ։ Այս ձևով երկու թեմքի եւ երկու որդի կբաժներ միածինը։ Ոչ թե միացյալ մեկ բնություն ուներ որդին գսեր ան, աստվածային եւ մարդկային բնությունները միացյալ մեկ բնություն, այլ երկուքի բաժնվել երկու բնություն։ Ուրեմն կնշանակե որ ոչ թե մեկ Հիսուս կա, այլ երկու Հիսուս կա։ Մեկ Աստծո որդի, մեկ մարդու որդի։ Ուրեմն այս ձևով երկու թեմքի եւ երկու որդի կբաժներ միածինը։ Իբրև թե ուրիշ անց մծնած ըլլալ հոր մեջ ի հավիդենից Աստված եւ որդի Աստծո եւ ուրիշ անցը Մարիամեն ծնած լոկ մարդ եւ որդի մարդու միայն փարոյաբես հարակցելով բանին հետ եւ շնորհելով Աստծո որդի եղած իբրև որդեկիր ճիշտ նման մարգարեներուն եւ այլ սուրբերուն բայց ամենեն քերիվեր եւ Աստվածամերձ ուրեմն գսեր Նեստորը որ Աստծո որդին դարբեր է մարդու որդիեն Աստծո որդին Աստուծմե ծնած է հավիդյան ժամանակներեն առաջ մարդու որդին Մարիամեն ծնած է սակայն շնորհքով գամած բարձրացավ եւ դարձավ Աստծո որդի շնորհքով արժանացավ այդ Աստծո որդին ըլլալուն Քրիստոսը մարդը Այս կերպով չարը խորեցավ ունայնացնել մարդեղության խորհրդին իսկությունը, որովհետև Սուրբ Գիրքը գսե Հովանու Ավետարանի առաջին գլխու 14 համարի մեջ, որ փանը Աստծո խոսքը մարմին եղավ եւ մեր մեջ բնակեցավ։ Բայց գսեր Նեստոր, որ Մարիամ ծնավ Հիսուսը, Քրիստոսը եւ անիգա որդեգրությամբ եւ շնորհքով բարձրացավ Աստվածության։ Այս կերպով չարը խորեցավ ունայնացնել մարդեղության խորհրդին իսկությունը եւ մեկ աստվածային անձի մեջ երկու բնություններուն քոյացական եւ անձնավորական միավորությունը գամչանած երրորդությունը չորրորդությունն էլ որովհետեւ երբ որ Քրիստոսը բաժնենք երկու Քրիստոսներ տավանինք այն ադեմ ոչ թե երրորդություն գլա հայր որդի եւ սուրբ ոգի այլ գլա հայր Աստուծո որդի մարդու որդի եւ սուրբ ոգի Տեսեք, որքան հերցված է, որքան չարապարություն է։ Եվ այսպիսի ամբարշտության որոմը սկսավ հրաբարագով սերմանել Ժանտ Նեստորը, անցամբ կամ իր բաշտոնյաներուն ցերկով եկեղեցին մեջ։ Եվ որովհետև ջորոմապան էր եւ արդակնաբես ջկնասկյաց, թյուրավ գործար միամիտները իր չարության աղբին մեջ խմցնելով անոնց իր թարան թույնը։ Նեստորին համար գսվի, որ սիրելներ ինքը շատ մեծ կարոզիչ եղած է, ջորոմապան էր։ Եվ նաև արդակին ուրեմն կյանքովալ ջկնասկյաց էր, ջկնությամբ կապրեր։ Եվ ադորամար իր խոսքերը սկսան դարածվիլ թշպախտապար եւ Կոստանդնուպոլսո մեջ եւ հասավ մինչեւ Անդիոք եւ անդիոքացիներն է որ զինք պաշտպանելու ելան բայց Գյուրեղաղեքսանտրացին Եփեսոսի նաև եպիսկոպոսը Բաբը Հռոմի բոլորնալ թեմ ելան Նեստորին բայց երբ խնդիրը ասավ ժամանակի ուղղափառ եպիսկոպոսներուն եւ վարդապետներուն ագանչը իսկույն փութացին մարել հոգիներ այրող այդ փոցը ասոց մեր բրոգ ոսկեփերանի Հովան ոսկեփերանի աշակերտը որ հետո Կոստանդնուպոլսո պատվիրակ եղավ Եվ մանավանդ Սուրբ Գյուրեղ Աղեքսանտրիայի հայրաբեդը Գյուրեղ Աղեքսանտրացին որ աստվածային իմաստությամբ լեցուն մարդ մներ եւ քրիչով գարող ան ցայնացությամբ ուրիշ ողջամիտ եպիսկոպոսներու իր թուղթերով իր նամակներով խրադեց Նեստորը հրաժարելու նման մոլար վարտաբեդութենեն բայց երբ ան անսաստեց ճուզեց լսել այսինքն Գյուրեղ Աղեքսանտրացին խնդիրը ներկայացուց Գեղեստիանոս Հռոմի բաբին հայրաբեդին Երբ ամեն կողմէ աստարարություններ կացին Նեստորին եւ ան անսաստեց բոլորին ագանչ ճուզեց գախել այն ադեն մեծն Գյուրեղ
Եգիպտոսի եպիսկոպոսներն ժողովը կմարեց եւ քրեց 12 նզովքներ քրեց ընդեմ Նեստորի նորացիվ վարտաբեդության, բայց վերջինս համարձակեցավ անոր անտիմախոսություններ կրել։ Ուրեմն ինչպես որ Գյուրեղ հայրաբեդը, Գյուրեղ եպիսկոպոսը Ալեքսանդրացին 12 նզովքներ կրեց Նեստորի թեմ, Նեստորն ալ 12 նզովքներ կրեց Գյուրեղ Ալեքսանդրացի թեմ։ Երբ այսպես երկբարագությունները եւ շփոթությունները շատցան Քրիստոսի եկեղեցի մեջ, Թիոդոս փոքր գայսրին, որ Գոստանդնուպոլսո գայսներ Թիոդոսը, ուրեմն գոչվեր Թիոդոս փոքր գայսին եւ Գեղեստիանոս Բաբին համացայնության որոշվեցավ դիեզերական ժողովը կմարել փոքր Ասիո ծովահայաց Եփեսոս քաղաքին մեջ։ Եփեսոսը այն քաղաքն է սիրելներ, ուր Հովանես Արաքյալն այնտեղ ապրեցավ եւ ըստ ավանդության նաեւ Աստվածամայրն այնտեղ ապրած է եւ մինչեւ այսօր անոր դունը գծուցատրվի։ Նաեւ Եփեսոսը սիրելներ Բողոս Արաքյալի քարոզավայր եղավ։ Հովանես Արաքյալը ինքը եպիսկոպոսն էր Եփեսոսի եւ նաեւ Եփեսոսի 7 եկեղեցիներուն դերը ուղեց ուրեմն նամակները հայտության։ Հետևաբար Եփեսոսը շատ հռչակավոր էր ծովահայաց եւ ուրեմն Եփեսոս քաղաքի մեջ որոշվեցավ ժողով կմարել։ Այս ժողովին ներկա եղան Գեղեստիանոսի, այսին Բաբին, Հռոմի Բաբին փոխանորդները, Բաբանցամ չկա, բայց գրգեց պատգամավորներ, եւ շուրջ 200 երևելի եպիսկոպոսներ զանազան երկիրները 431 թվականին։ Ասիկա երրորդ դիեզերական ժողովն է։ Անոնց մեջներ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացի հայրաբեդը, որ կհամարվեր ժողովին Փերանը, խոսնակը։ Հոն միապան հավանությամբ եւ Սուրբ Հոգիով հաստատեցին ուղղափառ հավատքը եւ նզովեցին Նեստորի չար աղանթը, թավանելով Սուրբ Գույս Մարիամը Աստվածածին եւ անգետ ծնածը Հիսուսը գադարյալ Աստված եւ գադարյալ մարդ անբաժանելի միությամբ երկու փնությունները մարմնացիալ բանի մեկ անձնավորություն, ոչ թե առանցին, այլ մեկ անձնավորություն, որը բանը մարմնացավ։ Հետևաբար մեկ անձ, Քրիստոս մեկ անձ է, մեկ Քրիստոս է, մեկ որդի է։ Նույն որդին է Աստուծո ըստ Աստվածության եւ նույն որդին է Սուրբ Գույսին ըստ մարդկության։ Եվ ոչ թե դարբեր բնություններ են, դարբեր ուրեմն մարդեր են, էակներ են, Աստուծո որդին դարբեր, Մարիամի որդին դարբեր։ Թեև Հովհան Անդիոքացին սիրելներ Անդիոքի եպիսկոպոսներ եւ սկիզբը համաձայն էր Նեստորի քաղաքապարախոսության կամ վարտաբեդության, ուրեմն թեև Հովհան Անդիոքացին Նեստորի աշակերտագիծը սկիզբը հագարագեցավ ժողովին, Եփեսոսի ժողովին, որտեղ համաձայն էր Նեստորին, ուշ եկավ հոն եւ հագաճարեց ընդեմ Գյուրեղին, բայց հետո անալ հարեցավ ուղղափառության։ Նեստորի ծերունդու եղավ Գանտիդիանոս իշխանը։ Գանտիդիանոս իշխանը սիրելներ բեդության գոմե գայսրին գոմե նշանակված էր, որբեսի հսկեր ժողովին եւ ինքը շատ մոդիկ էր այս Գանտիդիանոս իշխանը Նեստորին եւ գբաշխաներ զինք բեդության գոմե։ Ուրեմն Նեստորին ծերունդու եղավ Գանտիդիանոս իշխանը, որ գայսրին գոմե գարկված էր ժողովին վերագացու։ Անմինչև իսկ Գանտիդիանոս իշխանը ջամփաները խափանեց, ջամփաները փակեց եւ թույլ չտվավ, որ ժողովին ըստույք լուրերը կամ Նեստորին թեմ արձակված նզովները Եփեսոսեն գայսրին հասնին, Գոստանդնուպոլիս հասնին։ Ջամփաները փակեց։ Սակայն Սուրբ հայրաբեդները լուրը հասցուցին միայնագյացի ցերկով, ջկնավորի մցերկով, որ նամակը Եղեքի մեջ թրած, որբես մուրացկան հասցուց թակավորին։ Եղեքի մեջ, դախտակի մեջ բայեց նամակը հայրաբեդներուն, որբես մուրացկան դուրս եկավ այս ջկնացկյացը եւ հասավ Գոստանդնուպոլիս, Եփեսոսեն բոլիս։
Հետո երբ ուրիշ պատգամավորներու ցերկով ալ ըստուկվեցավ իրողությունը, Նեստոր Արքուրի հրամանով, թագավորին Գայսրին հրամանով ակսորվեցավ Խորասան կամ Լիբիա երկիրը եւ հոն չարաչարմահով մեռավ։ Բայց չարության խմորը մնաց ընդ մանավանդ Ասորեստանի գողմերը, ուր անոր հետևորդները գոչվեցան Նաստուրիկ կամ Նեստորագանք։ Մինչև այսօր սիրելներ Նեստորական եկեղեցին գոյություն ունի։ Ժամանակ մեդո առաջիներեն ավելի զայրահեղորեն ուրեմն խստորեն խոդորեցան մեջտեղ եկան Եվդիկյանները, որոնք շփոթեցին Քրիստոսի անշփոթ բնությունները, ասոնքան Եվդիկյաններն ալ դարձան ճշմարտաբար աղանդ, Եվդիկոս ինքներ կհանան, որ Հիսուսի մեջ բնությունները ամբողջությամբ ուրեմն շփոթեց։ Այնքան որ սիրելներ եկեղեցին սկսավ դարձյալ դակն ու վրա ալալ։ Ուղղափառները սակայն հաստատում մնացին ամենասուրբ երրորդության եւ միասնական աստվածության, ինչպես նաեւ Քրիստոսի մարտերության եւ զույգ բնություններուն ճշմարիտ միացման վրա։ Մենք որպես ուղղափառ հայ եկեղեցի գսենք մի բնություն բանին մարմնացելով, այսինքն մարմնացած բանին միացյալ մեկ բնությունը, որում մեջ աստվածայինը եւ մարդկայինը միացած են անշփոթ կերպով։ Այս ժողովին հրավիրված էր նաև հայոց Սուրբ Սահակ Բարտև Հայրաբեդը, բայց նույն շրջանին սպաղած լալով թևի Բարձկաստան կարևոր ճամփորդությամբ նամակով հայտնեց իր համամտությունը ժողովի որոշումներուն եւ իր միապանությունը Սուրբ հայրերուն հետ։ Ժողովեն հետո սրբազան հայրերը Սուրբ Սահակին ուղարկեցին ժողովին վճիր եւ կանոնները Երանելի Ղևոնդ գրոնավորին Սուրբ Սահակի աշակերտին եւ մյուս աշակերտներուն ցերկով, որ այն ադեն Կոստանդնուպոլիս կգտնվեին թարգմանություններու հարցով։ Մեծն Սահակ իրազեկ դառնալով եղելությանց նույն ճշմարտությունը հաստատեց եպիսկոպոսներու եւ վարդապետներու ժողովով եւ բոլոր միջոցներով զսկուշացուց եւ ամրապնդեց իր հոդը Քրիստոսի անարատ խոստովանությամբ։ Ահավասիկ սիրելներ Եփեսոսի ժողովի արդյունքը բաժարը թե ինչու համար Եփեսոսի մեջ դիեզերական երրորդ ժողովը կմարվեցավ եւ թե ինչպես ուղղափառությունը հաղթանակեց։ Հայաստանի ցարակելական եկեղեցին գտնունի ինչպես արևելյան հին եկեղեցիները, ղբդիները, ասորիները, եթոպիացիները, մալաբարները, ուրեմն էրետրիացիները գտնունին միայն դիեզերական առաջին 3 ժողովները։ Նիգյո ժողովը 325-ին, Կոստանդնուպոլսո ժողովը 381-ին եւ Եփեսոսի ժողովը դիեզերական ժողովը 431 թվականին։ Այս ժողովներեն անտին ուրիշ բան չեն ընդունիր այս արևելյան ուղղափառ եկեղեցիները, որտեղ այնտեղ է որ Սուրբ երրորդության անձերուն հորը որդին եւ Սուրբ հոգին միությունը հաստատվեցավ համաձայն Աստվածաշունչին եւ Սուրբ հոգին առաջնորդության եւ Քրիստոսի միացյալ բնությունը հայտարարվեցավ եւ Սուրբ Մարիամը հայտարարվեցավ Աստվածամայր։ Մենք որ կպատրաստվենք Աստվածամոր վերափոխման դոնը դոնելու, հետևաբար սիրելիներ, եկեք հավատարիմ մնանք մեր եկեղեցվո ուղղափառ տավանության եւ խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը մեր ազգին եւ բոլոր համայն ազգերու համար, որտեւ Տեր Հիսուս Քրիստոս խաչին վրային Աստվածամայրը եկեղեցին հանձնեց, որու ներկայացուցիչն էր հավատարիմ ներկայացուցիչը Սուրբ Հովհաննես Արաքյալը։ Թող Աստվածամայրը բարեխոսը լա բոլորին եւ բոլոր մարդիկ դիրոջ դառնալով ընդունին ամենասուրբ երրորդությունը, որբեսի նաեւ հավիտենական կյանքին արժանի ելան։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։